Այ այսօր բոլոր արցախցիներով հավաքվել եք Ազատության հրապարակում, ինչ զգացողություններ ունեիք։ Մենակ մեր զգացողությունն է, որ մենք վերադառնանք մեր Արցախ։ Մեր զգացողությունը դա, մեր պահանջը դա։ Մենք Արցախում ապրում էինք նորմալ կյանքով, իսկ այստեղ ապրում ենք հողը մերն է հայերի մեջ, բայց կարծես թե ապրում ենք օտար հողում։ Մենք ճշտված ենք զգում այստեղ, մեզ արհամարում են, ոչ բոլորը, բայց կարծես թե արհամարված ենք զգում մեզ։ Այ ինչ քայլեր եք տեսնում, որ դուք ձեզ արհամարված եւ ճնշված եք զգում։ Տարբեր բաներից, տարբեր կողմերից, ինչ ասեմ, այս որ 40+ տալիս են, ասած մեր Ղարաբաղցին, մին թուլը փայի է տա, Ղարաբաղցին 50,000-ավ, ոչ մի բանա, պրոստը ենքան որ իրա, որտեղ ապրում է կրիշայնի, այդ կրիշի տակ ապրի, ոչ թե գա դուրս կա փողոցներում ապրի, բայց էտ էլ ուզում են Ղարաբաղցուց վերցնեն, վերցրել են ամեն ինչ, մեր հողը, մեր ջուրը, մեր Արցախը, որը հնարավոր չէ այդպես։ Ձեր կարծիքով արցախցիները գտնվելով Հայաստանում միասնական են։ Անպայման, մեր արցախցիները միասնական են։ Մի բուռ եմ, մեր արցախցիներին մի լավ ղեկավարը հարկավեր։ Վերես Արցախում մի ինչ վերին գիտամ, տղ տանքինան ապրին, վեշ թե այս ձևի։ Բոլոր արցախցիներով։ Բոլոր արցախցիներով, ոչ թե Արցախցուն, ասեն գնա Գորիս ապրի, Վարդենիս ապրի, դրանից էլ են զրկում, Արցախցին որտեղ ուզում ան, դեղ էլ պիտի ապրի, իրա հողնա, այդքանը։ Այստեղ արցախցիները Ազատության հրապարակում իրենց պահանջը ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության իշխանությանը, ինչ է կարծում իշխանությունը արձագանք կտա։ Ուզում եք ճիշտ իմանալ։ Ես այս իշխանությունից ոչ մի բան չեմ ակնկալում, ճիշտ ասած։ Չգիտեմ, ինքը արձագանք կտա, բայց բացասական։ Կարծում եմ, որովհետև սրանց բոլոր արածները, բոլոր քայլերը գալիս են նրան, որ արցախցին ստեղ իմաստ չունի ապրելու։ Արցախցին ստեղ, ոնց ասեմ, 4-րդ, 5-րդ սորտի մարդ է։ Ես չգիտեմ, սրանց այս Արցախ բառը ոնց է սրանց վախեցրել այսպես, որ անունն անգամ չեն ուզում տալ։ Անունն անգամ, Արցախ անունն անգամ չեն ուզում տալ։ Թե վախենում են, թե զզվում են, չգիտեմ։ Ափսոս, էլի ափսոս, իսկ սրանք մի բան մոռանում են, որ Արցախցին հայ ժողովրդի սերուցքն է։ Ընդհանուր հայ ժողովրդի սերուցքն է։ Եվ մի բան մոռանում են, որ Արցախցին ա եղել միշտ հայ ժողովրդի գլուխը բարձր պահողը, Արցախցին։ Այ այսօր հիմա եկել ենք, մենք բոմժի կարգավիճակով ընկել ենք ստեղ, ես չեմ հասկանում, ինչ կլինի, ոնց կլինի, չգիտեմ, նրանց Աստված մի խելք տա, Աստված նրանց մի խելք տա, իրանց այդ մտածելակերպից, իրանց այդ օղուց շեղվեն, դեպի հայանպաստ ինչ-որ գործեր անեն, գործեր կատարեն, որ կարողանան, ես ինչ իմանամ։ Արդյոք մի նոր քաղաքական գործընթաց կսկսվի արցախցիները։ Արցախցիները, չգիտեմ, արցախցիները գործը գլուխ չի գալիս։ Հայաստանում ես լուրջ բան եմ ասում, թող չնեղանան էլ մարդիկ, լուրջ եմ ասում։ Մարդիկ շատը քնած են, քնած չեն ուզում արթնանալ, եւ դա շատ վատ է։ Թումանյանը գիտեք մի լավ խոսք ունի, բանում որ ասում էր մնացին քնած, Ավետյանն էլ քնած մնացին։ Այ հիմա ես վախենում եմ, թե այս ազգը, այս ժողովուրդը Ավետյան մնան քնած։ Իսկ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի բոլորը արթնանան։ Չգիտեմ, այդ ամեն մեկը իրանից է կախված։ Պիտի հասկանա ինչ է անում, պիտի մտածի ինչ է անում։ Ես չեմ հասկանում։ Այ դուք օրինակ ինչի եք պատրաստ, ինչ քայլերի եք պատրաստ։ Ամեն քայլի ես պատրաստ եմ, բայց չնայած մեծ մարդ եմ ես արդեն, ես ոչ կարող եմ զենք բռնել, ոչ կարող եմ ես ինչ իմանամ Թուրքին առաջը սկսած
տանել եւ այլ այսպես բաներ։ Ես շատ ես կարող եմ խոսել, շատ ես կարող եմ մարդկանց բացատրել, հասկացնել, որ ժողովուրդ ջան, այսպես չի կարելի, ազգը վարի ենք տալիս, այսպես չի կարելի, հայացքը գնալով վերանում է, շուն պահելով, կատու պահելով ազգ չեն բազմացնի, ազգ չեն զարգացնի, եկեք ամուսնացությունները թող շատ լինեն, երեխաները թող շատ բերեն, ես ինչ իմանամ, ազգը բազմանա, զարգանա, որ ազգը հարատևի։ Արդյոք այստեղ բոլոր արցախցիները, Հայաստանում արցախցիները գտնվելով բոլորը միասնական են։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Ձեր կարծիքով։ Չեմ կարող ասել, որովհետև այո, դա չեմ կարող ասել, որ բոլորը միասնական են։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։